առիթով։ Ողջույն։ Բարև, լավ եք։ Պարոն Փաշինյան։ Հաջա։ Ասա։ Պարոն վարչապետ ջան, 10 թվականից հանգից եմ ես ահավոր վատ եմ զգում, 10 թվականից լավ բաներ եմ արել, բայց այսօր մեսը քիչերին ես այստեղ քաշում եմ։ Որ ինքը լավ բան եմ արել, պարտիր է, պատերազմ եմ ունեցել մասնակցել։ Ձեր եղբայր աշխատանքի չգիտեմ ինչ եք առաջարկում, ես ինչ անեմ։ Ինչ։ Ինչ պետք է։ 10 թվականից մինչև ինի ես ձեր կանոն։ Ժողովուրդ, եղբայր 18 թվականից ամբողջ ժողովուրդը կանգնել է, մենք էլ 280,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Վարչապետի աշխատանք չեմ ուզում, ցավը տանեմ։ Ես աշխատանք ուզում եմ կանիք սպանում, գնացել եմ։ Եղբայր մրցույթներ ենք հայտարարում, մասնակցել, շատ լավ։ Շատ լավ, եղբայր մրցույթներ կան, այդ թվում պետական համակարգում մասնակցեք, հաղթեք, ընդունվեք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Բարև եղբայր։ Լավ ես, քարտես։ Լեոնարդը ստեղա թխված տանք երեխային։ Մի հատ բան տվեք, էլի։ Մի հատ ռուպրա տվեք։ Հաջան։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է նկարվել տեսել։ Մի հատ ռուպրա։ Բարև ձեզ։ Սիրելի ժողովուրդ, ողջունում ենք ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ ես խոսում եմ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու։ Ես քիչ առաջ կողքի բակում շատ մանրամասն ելույթ ունեցա եւ նրանց ում հետաքրքիր է այդ ելույթի մանրամասները ենթադրում եմ բոլորդ ունեք սոցիալական ցանց, ինտերնետ եւ այսինքն մենակ նոր անընդհատ եմ ելույթներ ունենում, այս պահին կարճ պիտի լինեմ եւ նախ ողջունեմ բոլորին, երեխաներին, նրանց ծնողներին, նրանց ծնողների ծնողներին եւ մեր բոլոր հայրենակիցներին եւ մեր ասելիքը շատ կարճ է իրականում, ասելիքը վերաբերվում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես ուզում եմ բոլորից շնորհավորել խաղաղության առիթով եւ կարող ենք ծափահարել նաեւ խաղաղության առիթով։ Երկրորդ ընտրությունները ամենակարևոր մասով հետեւյալի մասին է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեն խաղաղությանը։ Խաղաղությանը տեր կանգնելու համար անհրաժեշտ է վերցնել թիվ 16 քվեաթերթիկը եւ քվեարկել թիվ 16 քվեաթերթիկով։ Եվ հետեւաբար այն կանխավարկածով, որ դուք նախորդ տեղերի ելույթները կլսեք, մենք այս պահին ուզում ենք միայն եզրակացությունը ձեզ ներկայացնել։ Իսկ եզրակացությունը հետեւյալն է, ուշադիր երեխեք, խնդրում եմ դուք էլ օգնեք մեզ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը